Բնականաբար թե ներքին գործերի նախարարության կողմից, թե ազգային անվտանգության ծառայության, թե արտաքին հետախուզության ծառայության կողմից թեման ուշադրության կենտրոնում է, այս պահին թվեր հրապարակել չէի ցանկանա, բայց վստահ եմ գիտեք, որ ամբողջը մեր դաշտում է, ունեցել ենք նաև վարույթներ, որոնցով անցնում են այո նաև Ռուսաստանի Դաշնությունից եկած մեր հայրենակիցները, ընդ որում ունենք ձերբակալումներ նրանց շրջանում, բայց ուզում եմ նորից շեշտել, ամբողջը իրավաչափ վարույթի շրջանակներում, եթե հայտնաբերել ենք, որ եղել է ընտրողի իրավունքի վրա ազդեցություն կամ իրենք որևէ ձևով խոչընդոտել են որևէ ընտրողի ընտրական իրավունքը, ապա նրանք բնականաբար ենթարկվել են մեր կողմից ձերբակալման եւ նրանց հանձնել ենք նախաքննական մարմին, օրինակ դեպք է եղել ընտրական իրավունքին խոչընդոտելու մասով, անձանց հավաքագրման մասով եւ այսպես շարունակ, այս պայն շատ դետալներ չեմ ուզում հարայնացնել, որովհետեւ թիվ այս պայծրությամբ ասել չեմ կարող, որովհետեւ process-ները շարունակվում են, ես նիստի ժամանակ էլ նշեցի, որ մեր կյանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, մենք շարունակում ենք օպերատիվ հետախուզական միջոցառումները, քննչական մարմինները շարունակում են նախաքննության իրականացումը եւ ես վստահ եմ, որ հաջորդիվ կտեսնեք, որ ելի ձերբակալումներ կան եւ ելի եթե կարիքը լինի նաեւ ավելի խիստ խափանար միջոցի կիրառման դեպքեր։ Իսկ Սարգսյան մի հարց էլի, քանի որ ընդդիմությունը անդադ շահարկում էր, որ մահացած մարդկանց անուններ են ցուցակներում, խնդրեմ ասեք, երբ են տպվել այդ ցուցակները, որտեղ բնականաբար վերջին օրով չէին տպվի եւ այդ ընթացքում հնարավոր է մահանալ։ Բնականաբար մենք ունեցել ենք նախնական ցուցակի հրապարակում, ունեցել ենք վերջնական ցուցակի հրապարակում, որը վստահ եմ գիտեք, որ հենց հունիսի 7-ը չէ, այսինքն դրան նախորդող ժամանակահատվածում են տպագրվել։ Մենք աշխատել ենք նաև քաղաքացիական կազմության ակտերի գրանցման գործակալության հետ, ով որ արձանագրում է մահվան փաստերը, հնարավորինս ֆիլտրել ենք բոլոր ցուցակները, ընդ որում process-ն այնքան թափանցիկ է եղել, որ մենք ես չեմ հիշում ընտրություն, որի ժամանակահատվածում ներքին գործերի նախարարությունը այսչափ լայն հանրային իրազեկումներ իրականացնի եւ անընդհատ ուշադրությունը հրավիրի մեր բոլոր քաղաքացիներին դեպի ընտրացուցակները։ Մենք բազմաթիվ ձևով հանրայնացրել ենք, բազմաթիվ մեթոդներով հանրայնացրել ենք ընտրացուցակները, կոչ ենք արել մեր քաղաքացիներին դիտարկելու դրանք, եթե կան անճշտություններ կամ եթե կան հաշվառումներ, որոնց հետ իրենք համաձայն չեն, դրա մասին կարող են բարձրաձայնել։ Մենք այս ընթացքում ցանկացած ազդակի տվել ենք համապատասխան ռեակցիա, եթե եղել է ճշգրտման կարիք, ճշգրտում իրականացրել ենք, ընդ որում մահացածների մասով այդ շահարկումը ես կարծում ուղղակի անիմաստ է այս ժամանակահատվածում հատկապես, որովհետև եթե նույնիսկ լինի որևէ մահացած անձի տվյալ, որը մինչև վերջին պահը բնականաբար հնարավորություն կար օբյեկտիվորեն չճշգրտելու, հաշվի առնելով, որ ընտրություններից բավական ժամանակ առաջ է հրապարակվում վերջնական ցուցակը, ուղղակի կարող են պարզ համադրություն անել, տեսնել այդ անձը եկել է քվեարկության, թե չի եկել, շատ պարզ են մեր մեթոդները, ամեն ինչ շատ թափանցիկ է եւ ես վստահ եմ, որ դրանք ուղղակի ընդհանուր խոսույթներ են, որոնց ներքո որևէ փաստ, որևէ մեկը ներկայացնել չի կարող։ Կային, որտեղ մի քանի տասնյակ ընտրողներ էին հաշվառված։ Նարեկ ջան, դա էլ ենք պարզաբանել, ես վստահ եմ, որ դուք բոլորդ հետևել եք այդ պարզաբանումներին, որովհետև մենք տեղեկացնում ենք մշտապես, որ երբ որ ես օրինակ բնակարան եմ ձեռք բերում, նախկին սեփականատերը կարող է ունենալ հաշվառումներ, որոնք որպես կանոն մենք ուշադրություն չենք դարձնում այդ հաշվառումներին եւ չենք հանում տվյալ հաշվառված անձանց մեր բնականից որպես սեփականատեր։ Բայց նախնական ցուցակների հրապարակումը հենց դրա համար է, որ դու որպես քաղաքացի տեսնես, թե քո բնակարանում ովքեր կան գրանցված եւ եթե դու հաշտ չես տվյալ գրանցումների հետ, դիմես եւ անմիջապես հաշվառումները դուրս կբերվեն։ Բայց քանի որ այդ թեզը անընդհատ քննարկվում է այն ֆոնին, որ այ գրանցել են, որ գնան քվեարկեն, սա ուղղակի առարկայազուրկ թեզ է, որովհետեւ հաշվառումը չի որոշում ընտրական իրավունք դու ունես, թե չունես։ Հաշվառումը կարող է որոշել բացառապես այն, թե դու որ տեղամասում կարող ես քվեարկել։ Այսինքն ընդհանրապես սա պրակտիկ գործիք է պետության ձեռքին, որ կազմակերպենք ընտրություններն այնպես, որ տեղամասերում կուտակումներ չլինեն եւ մենք ինքներս պատկերացում ունենանք, թե որքան ընտրող պոտենցիալ կարող է գնալ տվյալ ընտրատեղամաս։ Ընտրական իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, անկախ այլ հանգամանքներից։ Այսինքն պահանջները երկուսն են՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի 18 տարին լրացած անձ ընտրության օրը։ Մնացյալ բոլոր հարցերը բացառապես կազմակերպչական բնույթ ունեցող հարցեր են եւ կարծում եմ այս տարի հատկապես նմանատիպ թեմաները անընդհատ նորից քննարկելը ավելի ուղղակի առարկայազուրկ է դարձնում այն բոլոր պնդումները, որոնք որակվում են հատկապես որպես ընտրակեղծիք։